Ժամանակը լավագույն ուսուցիչն է։ Ժամանակը հավերժ է, մարդը անցողիկ։ Ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես։ Եկել է քո ժամանակը։ Հանրայինի եթերում ժամանակի վկան հաղորդաշարն է։ Հաղորդումը վարում է շարքի հեղինակ Իրինա Բարսեղյանը։ Իմ այս ձեռքերով Մասիսի ձյունը պիտի հալեցնեմ։ Կարո Քահքեջյան։ Մի անգամ առավոտյան տղաներն արթնացան եւ տեսան Կարոյին կիսամերկ ձյան մեջ թավալվելիս ու հիացմունքով բացականչեցին. ոնց որ սպիտակ արջ լինի։ Այդ օրվանից Կարո Քահքեջյանին անվանեցին Սպիտակ արջ։ Այս հաղորդաժամին Արցախյան ազատամարտի հերոսներից հետմահու մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ, Սպիտակ արջ մականունով Խաչակիրներ ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի, պատերազմական օրերի դեպքերի, խաղաղ օրերի դժվարությունների, հետպատերազմյան սինդրոմի եւ այլնի մասին կպատմի Խաչակիրներ ջոկատի փոխհրամանատար Կարո Քահքեջյանի մարտական ընկեր Շահե Հաճեմյանը։ Հանդարտ հայրենիքի մեջ լավայի պես ժայթքեց մի շարժում եւ օրին մենք հետևում էինք չափազանց լարված վիճակ, երբեմն դեղեցությունները ուշ էին հասնում, երբեմն արագ էին հասնում եւ դարբեր ծևի էին հասնում մեկնաբանված։ Մեր սերունդի համար դա շատ երևի բախտավորություն էր, որ մենք ապրեցինք, տեսանք այդ բոլորը եւ կարողացանք մի տեսակ պատկամի նման այդ եղերնի սերունդի փոխանցած պատկամը մենք այնպես անեինք, որ կարողանանք գոնե մի քիչ հայ ժողովրդի վիրավորված արժանապատվությունը վերադառնալու։ Քահքեջյանը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեբ քաղաքում։ Հայրը Հայկ Քահքեջյանը Դրաստամատ Կանայանի դրոյի թիկնապահն է եղել եւ զավակներին դաստիարակել է հայրենասիրական ոգով։ Երբ ընտանիքը Լիբանան տեղափոխվեց, 16 տարեկանից Կարոն զենքը ձեռքին մասնակցում էր հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը։ Լիբանանից ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, այնուհետև Նիգերիա, որտեղ 70-ական թվականներին հայրը մետաղաձուլական գործարան ուներ։ Նիգերիայում դպրոցական վկայական ստանալով Կարոն որոշում է կրթությունը շարունակել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Հաճելիներ ջոկատը 92-ին ստեղծվել։ Ճիշտ է, Կարոն եկել էր պետքից առաջ Հայաստան, ուղղակի օրեն մասնակցել էր սահմանների պաշտպանությանը զինված խմբերի հետ, բայց խումբ չէր եղել։ 92 թվականին որոշեցինք Կարոյի հետ միասին եկանք հասանք Արցախ, իրականության մեջ դեռ ոչ Շուշին էր ազատագրված, ոչ էլ Լաչինը, բադաման մենք Բարկեր Սրբազանին ծանոթացել էինք, մեզ օգնեց օտանավով հասանք Ստեփանագերտ եւ ունեինք մի նամակ, որը պետք է հանձնեինք կոմանդոսին։ Իսկ նույն օրը կոմանդոսը այդ նույն օտանավով վերադառնում էր իր աղջկա հարսանիքներ թե նշանրեկներ։ Այդ նամակը գարտալուց հետ որ փոխանցեցին կոմանդոսին, մեզանից ներողություն խնդրեց, ասեց Լրիկ ջան, ես պետք է օտանավով հետ վերադառնամ եւ կանչեց ոմն Աշոդի։ Աշոդ Լրիկին հանձնում եմ քեզ հետ կդանես։ Միան հաջորդ օր իմացանք, որ Աշոդը ով է, Պեգոր Աշոդներ եւ մենք գնացել էինք իր հետ Ջիրասեֆիլյանի խմբավորման դղեկի հետ էինք։ Մնացինք որոշ ժամանակ այդտեղ, հետո այդտեղից բաժանվեցինք եւ եղավ առաջին մեր խաչագիրների հիմնադրումը 92-ի ապրիլին։ Տանը եռագույն դրոշ ունեին, որը հետները տեղափոխում էին ուր որ հաստատվում էին։ Ֆրանկֆուրտում մտերմանալով թուրքերի դեմ ուղղված ցույցերին ու երթերին մասնակցող քրդերի հետ, նա ամենուր ծածանում էր եռագույնը, իսկ քրդերը նրան անվանում էին Քուրդ Կարո։
կուզեմ գարեգ խոսքերը գրկնել, ինքը միշտ ասել է գնահատողներին, որ քաղաքական գոմնակցություն չունեցող, բարձրապես մեր բաբերի հավատքից, մեր անցյալից, մեր պատմությունից եկած քրիստոնյա ասենք խաչագիր, խաչագնկվող ենք, խաչանոր ենք, աղոթող ենք, խաչագիրներ եւ ովևէ մեկ այդ անունը այդ մտքով չի իսլամի դեմ կամ մուսուլմանի դեմ։ Բարձրապես քրիստոնյա ժողովուրդներ ենք եւ քաղաքական գոմնակցություն չունենք, զինվոր ենք մենք։ Ես անձնապես շատ ուրիշ անուններ էի առաջարկել, բայց այդպես ստացվեց։ Գերմանիայում ստացավ ճարտարապետի դիպլոմ, տիրապետում էր 7 լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, քրդերեն, արաբերեն եւ թուրքերեն։ Ուսումը ավարտելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, Ֆրեզնո քաղաք։ Մեր շոգատը եղել է միշտ փոքր։ Նախ ասեմ թիվը ամենաշատ եղել ենք 40-45 հոգի տարբեր ժամանակներում։ Երբեք չի եղել այդ 45 հոգին մի անգամ իրար հետ։ Իսկ Արցախում այդ տարիներին մի մոմենտ բոլորը գալիս էին Գարոջան ուզում ենք կոճոգադի մաս կազմել եւ Գարոն մերժում էր։ Ասում ենք ինչի համար ես մեր։ Ասում են լավ հագնվում ենք։ Դրսից օգնություն բերում ենք, տարբերվում ենք մուշճոգատներից։ Դեսկերնից լավ է, ուդել խմելնից լավ է եւ այլն, ամեն ինչով մենք աբաղով ենք փախտատման ուրիշ ճոգատների եւ մարդիկ ուզում են դրանից ոնց որ օգտվել, ես չեմ ուզել այդ տեսակ մարդիկ։ Առավել գասել ես կնախնդրեմ միան Թալինցի, Քսասունցի։ Գասեին ինչի համար։ Գասել ես իրանց վստահում եմ շատ, որովհետեւ մանկությունից իրանց բաբերի ծունգերի վրա սովորել են Գևորգ Չավուս, Սերոբ ու Անտրանիկ։ Հետո գասել մենք ավելի լավ է փոքր խումբ ելնենք, ջգուն ելնենք, հետախուզական խումբ ենք եղել մենք։ Երբեմն մարդիկ նեզգարցնեն, թե որտեղ եք գրել։ Իրականության մեջ մենք այդքան շատ չենք մասնակցել մարդերի, եղել են մարդեր, բայց մենք ավելի հետախուզական ենք եղել, երկգործակցել ենք պետական ազգային անվտանգության կոմիտեի Արցախի։ Ու մեր ճոգադի գավորը եղած է Բարկել Սրբազանը, իսկ մեծ եղբայրը եղած է Ամարասի Արտուր տնտաբեդ Արտուր Ալեքսանյանը։ 1982 թվականին Լոս Անջելեսի ավագ թուրք հյուպատոս Քեմալ Արիգանի ահաբեկման կասկածանքով ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալում է Կարոյին։ Հարցաքննության ժամանակ առանց վարանելու ասում է, որ հպարտ կլիներ, եթե զարգաց լիներ Թուրքին։ Գարուն զոհվեց հունիսի 26-ին, լուսապացին, Մարդագերտ շրջան Մաղավուս գյուղում, այդ Պուշկիյալի ազատագրության ժամանակ։ 93-ի հունիսի 25-ի գիշերը մենք շարժվեցինք առաջ, այդ 2 կիլոմետր Չեզոկ կոդին անցանք, կդրեցինք եւ բարձրացանք Պուշկիյալ։ Մեզնից առաջ 3 անգամ փորձ ա եղել, 100 հոգով, 120 հոգով, 150 հոգով ցախողվել են, չի հաջողվել։ Իսկ մենք կարողացանք իրականացնել փոքրիկ խմբով։ Մտանք արինք մեր անելիքը, ճիշտ է ինչ պատճառներով մեր հետևից խոստացված օգնությունը շատ ուշ հասավ առավոտվա ժամը 5-ին, երբ արդեն Գարոն զոհվել էր, վիրավորներ ունեինք եւ Շիլայի նման էր եղել։ Առավոտվա ժամը 5-ն էր, Ժիրայր Սեֆիլյանի խումբը Շուշի բատալյոնը հասավ եւ մեր այդ առաջի դիրքերը, որ վերցրել էինք, դրեք եկան եւ ամրացրին ու Գարոյի թին այդտեղից վերցրեցինք, մենք կաշվանք անցնեցինք Շուշի բատալյոնի դրեկին, գործը շարունակեցին։ Ունեինք Տալինցի ակարակյուրից Սանասար Ավետիսյան շատ ծանր վիրավոր, ունեինք ուրիշ մի ընկեր թեթև վիրավոր, ունեինք իրար գործած ընկերներ, մինաբադուկված տաշտի մեջ, այսպես ընկած իրար գործած, մի խոսքով ռադիո գաբի բագաստներ եւ այլն։ Ղարաբաղում ինչ պետական ներկայացուցիչներ որ կային, անմիջապես շատ անգամ մեզ են գտնվել, որ մենք ներկայանանք, դեռ չկային, այսպես գարնավոր բանակ, գեղեցիկ ամեն ինչով բադվաբակ շատ են կանգնել։ Ճոգադի գարկաբարության մեջ չկար ձխել, չկար գուզիկ կանգնել, չեմուշկա չերտել կամ զամուն զամել եւ այլն, այս բաները չկար։ Միշտ ուղիղ շիտակ հայլուն յոշիկներով ամեն ինչ գադարյալ, Գարոն գասեր դրեք, այդպես պիտի անենք, որովհետեւ մեր ժողովուրդը մեզ նայելուց ըսկա, որ ինքը անդեր չէ,
ունի լավ հակած կաբած իսկական բոյով, բոսով, ամեն ինչով դեղին դղեք են։ Պիտի նայի եւ համայվի, պիտի նայի եւ հբարդանա։ Ու մենք կարողացած ենք այդ անել։ Բոլորը գկային, դրեք ջան, դուք ես լուսակցությունից եք չէ, դուք ասալայից եք չէ, դաշնակցությունից եք չէ, ներքին զորքերից եք չէ, բա ով եք, ինչ եք։ Հայ զինվոր ենք, վերջ, մեր պատասխանը աղեր, հայ զինվորի միտքը, գաղապարը ժողովրդին փոխանցելն է։ Ֆինանսավորը մեր անձնական կրբանից բացի ընդհանրապես ունենք ընկերներ, ունենք ծանոթներ, ունենք հայ մարդիկ, ովքեր լավ գործարարներ են եւ հայրենասեր, եւ երբեք մենք ուղղակի գանխիկ փող ցերքից ցերք չենք փոխանցել։ Գնացել ենք, ասել ենք այդ մարդկանց, պատմել ենք ինչպես է իրավիճակը Ղարաբաղի մեջ։ Պայմանները, դժվարությունները, նեղությունները, բագասությունների մասին խոսել ենք, բացատրել ենք, նույնիսկ մեր նկարահանած վիդեոներից ցույց ենք տվել։ Այդ մարդկանց ոգևորելուց հետ խնդրել ենք իրանցից, օրինակ մեկին ասել ենք 200 զույգ զինվորական գոշի գա պետք։ Մարդը ասել է ինչքան փող է պետք դամ։ Ասել ենք մեզ այդ փողը բեք չի։ Մենք ուսումնասիրել ենք շուգան, գիտենք որտեղ որակով եւ էժան։ Միասին գնանք, դուք ինքներդ վճարեք, հանցնեք այդ զինվորական գոշիկները մեզ։ Մարդը 200 զույգը հանցնել է մեզ, դարել ենք, հասցրել ենք Արցախ, բացի մեր չոգադի գարիկից մնացածը, ասենք 30-ը մենք ենք վերջել, 50-ը մենք ենք վերջել, 150-ը բաժանել ենք, դվել ենք ուրիշ չոգատների կամ մի մասն է Պաշտպանության նախարարության Ստեփանագերդում։ Ու այդ բոլորը նկարահանել ենք, ստացական ենք վերցրել։ Հաջորդին եթե Իրանից 500 զույգ ուզեինք, սիրով այդ մեկը գնտարաչեր։ Այդ ցև են գարել։ Իսկ դժվարությունը մեր եղել է Ամերիկայից մինչև Հայաստան, Երևան։ Ավրանքը դեղափոխել են գոտանավով։ Այդ թվականին 450 գրամի վրա 1 պաունդ գշրող ավրանքին դվել ենք $1.70 օտանավով դեղափոխել ենք արագ շտապ եւ դրա համար ամենաանհրաժեշտ բաներն ենք բերել հազարավոր ֆորմեկ ենք բերել ամերիկյան ֆորմեկ գոշիկներ գեներատորներ գիշերային հերաթիթակներ ռադիոգաբեր իսկ զինվորական հոսպիտալի համար ողորմի բժիշկ Մարությանին մեզ գտենար դղեք ջան պատատվեր գբաչա փոքր մի դուպի մեջ թեորիակ $10,000-20,000 արժող այդպես օգնություն ենք բերել իսկ գրվի տաշտում ամենաանհրաժեշտը անտիբիոտիկներ, ցավազրգողը եւ այրվածքի տեղը։ Ուրիշ բաներ չենք բերել ավելորդ։ Զոհվելուց հետո մենք երդվել էինք արդեն դղեկով հավաքվեցին բոլորի հայացքը ինձ էր գիտեին թե ես պիտասեմ հրամանատար ես եմ բայց այդպես չէ ես մտածում եի որ 3 ամիս Ղարաբաղում 3 ամիս Ամերիկայում այն բացակայության ինչպես այդպես ակտան կարելի է հետո ինչ կարևոր մեր մեջ եղբայրություններ ով է հրամանատար եւ այլն բոլորս մեկս մյուսին հրամանատար ենք եղբայրություններ ես ինքս առաջարկեցի ասի դերեք ջան Արթուր Վալոդյայի Բողոսյանը մեր ճոգադի առաջարկում եմ լինի հրամանատար բոլոր դրեկը նայում են նստած ասի ով գողմ է ով թեմ է թեմ չկա ով գողմ է բոլորը սերկերն են պարսասում այդպես Արթուրը ստանցնեց բադվով գադարեց այդ ամեն ինչը մի հատ հոյագապ անձնավորություն իսկապես հմուտ ծևով ամեն ինչ բադվով գադարեց մինչև զինաթաթարը վերջի ճոգատներից մեկն ենք եղել Արցախում որ լուծվեց 94-ից հետ ես ետ վերադարձա Ամերիկա։ Իմ էլ կյանքը Ամերիկայում շուր եղավ, անգերց ասած։ Հիմա մարդիկ կարող է սխալ տպավորություն ստանան։ Պատերազմից հետո երբեք գրվողը նորմալ չի կարա ապրել։ Նեղությունը դժվարություններ շատ եմ ունեցել, գետրոնանալու եւ այլն, որը մեկ բան նրվայնություններ պատճառում։ Հաղթահարել եմ այդ ժամանակի ընթացքում։ Ես անգերձորեն գուզեմ ասել շատ գրվող դրեք նույն փորձություններից անցել են եւ ընդհանրապես տաբուի նման չեն խոսի այս թեմայով պատերազմի գորուստը միան զոհվել չէ միան վիրավորվել չէ մարդիկ շատ ուրիշ բաներ են գործել ես ինքս ամենամեծ գորուստս եղել եմ որ այդ ամբողջ մթնոլորտը պատերազմից հետո ինտեգրվելը իդ առօրյա կյանքի նորմալ կյանքին իմ մոտ
դժվարությամբ եղել եւ առաջնորդել է ամուսնան լուծությանը։ Ես գործել եմ իմ առաջի ընտանեկան փույնը։ Հիմա ինչ ասեմ, այսքից ավելի։ Երեքատ երեխա ունեմ։ 99 թվականից ես վերջնական ապրում եմ Երևանում, շատ չնչին գումարով եւ մի ժամբրուկով։ Մեր երկիրն է, մեր Հայաստանն է, յանքերնից ենք տվել, հոգինից ենք տվել, վարտը սիրողը փուշնել հետը պիտի սիրի։ Դիմանում ենք, ապրում ենք, նորից ամուսնացել եմ։ Նախ առաջին հերթին հայ մարդուն մեր երկրում է, Հայաստանի մեջ աշխատանքել է, աշխատադեղի, անկախ պետություն ենք 600 տարի ետք, ինչը պիտի անցնի որոշակի նեղությունները ու դժվարությունները սերունդափոխuten է։ Մենք շատ անգամ ուզում ենք, որ 20 տարվա մեր անկախության մեջ հաղթահարենք այդ ինչ որ 600 տարի մեր բաբերը բացթողումներ են ունեցել։ Անմիջապես անհամբեր ենք, չի լինի, մի քանի սերունդ պիտի փոխվի։ Մեր սերունդը մենք բախտավոր ենք, անկախությունը տեսանք, մեր սերունդը որոշակի մեր գործած հողից ազատագրեցինք, բայկարեցինք, նեցուկ կանգնեցինք եւ այլն, արեցինք ինչ որ պետք էր։ Մյուս սերունդը պիտի կա բարեփոխումներն է հայկական կյանքի մեջ։ Երրորդ որ գուզենայի արտարություն ամեն ինչում չի կարելի մահացած զոհված ընկերը եւ ողջ ընկերը նույն մեդալից ունենան։ Այսօր հայրենական մեծ բادرազմի սերունդներ չկա։ Իսկ մենք երեկվա արցախյան ազատամարտիկներս արդեն ամենաերդասարտը 40-45 տարեկան է։ Մենք էլ ենք մեծանում։ Ինչքան կան այդ ազատամարտիկների մեջ այսօր 50-անց, 60-անց ունեն առողջական խնդիրներ։ Չեմ ասում բապու բարձերի վրա բահեն մեզ, բայց սկսեն մտածել այդ ուղղությամբ, որ ունենք մեր պրոբլեմներ, մեկ մի աչքով նայեն մեզ, մի հատ ժուտ տան։ Երբ Գարոն զոհվեց իր դաղման արարողության ժամանակ պետական մարդիկ ելգային պաշտպանության նախարարությունից եւ ամեն տեղից նամակներ, ցավակցականներ եւ այլն շատ ջոխ սպայդումից տաղում է եղել։ Շատ բաներ էին խոստացվել։ Օրինակ Գարոյի զոհվելուց 7-8 տարի 9 տարի յետ նոր ստացավ իր մարտական խաչը, որ այդ ժամանակ դաղման օրն իսկ կամ մի տարի յետ արդեն խոսում էին դրա մասին։ Խաչագիրներ, չեկատի, դղեկը ստացել են իրանց մեդալները Գարոյը ստանալուց հետ։ Ոչ մեկս մենք մեզ համար մեդալ չենք ուզել։ Ոնց կլինի մեր զոհված հրամանատարը չունենա ու մենք ունենանք։ Ես չգիտեմ, կաշկրդուկ անհոգություն չկա, կոորդինացված ձևով չկա այդ ամեն ինչը։ Պիտի հիշացնես, համոտ է մարդ գնա ինք իր համար ասի։ Ես կոհացել եմ, ես բան չունեմ ասելու։ Ոչ նպաստ եմ ստանում, ոչ ես եմ ստանում, ոչ մի բան։ Հայաստանի քաղաքացիությունը մարդու սրտի մեջ է առաջի հերթին եւ ոչ այդ անձնակրով։ Հայաստանի քաղաքացիություն չունեմ։ Առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ունեմ մեդալներ, որ այդ կան տարիներ ետ շնորհակալ եմ։ Էլի շնորհակալ եմ։ Չեմ ուզում ոչ պարկ, ոչ մադիվ, ոչ մեկ բան։ Ինչը ստացել եմ, կոհեմ։ Շատ կուզենայի, որ մեր երկրում մի քիչ ավելի լավ վերաբերմունք ունենան գրված դղեկին, իսկական գրված դղեկ։ Շատ եմ ուզում մաղավուզի մեջ ունենա իր բուժարսանը։ Այդ ժամանակ եկել են խոստացել։ Զոհված մաղավուզի այդ հարցունքի սարերը Գարոն հարցունք գոչվելու։ Մենք որոշում ենք կայացնել, որ գոչվեն այդ սարերը Զորի Պալայանի խոսքերն եմ ասում։ Ղարաբաղում որոշում կայացրել ենք, հետ այսու այդ սարերը պիտի գոչվեն Գարոյի հարցունք։ Նորից եմ ասում, խոստացել են Գարոն գունենա այստեղ հրաշալի մի հուշարձան, որը կլինի համընդհանուր մեր հաղթանակի եւ այլն։ Անցավ կնաց։ Գիտեք դարիք մգա, որ գործած ընկերը կբագասի ու դեղի ետ չես կարա բերել։ Ինչքան մեծանում ես, հինը ավելի ես պնդում։ Հին ընկերներիս ես միշտ կարոտում եմ, դնում եմ իրանց նկարները, նայում եմ իրանց նկարներին, իրանց հետ զրուցում եմ, ու չեմ սիրի խջողված գոնական օրերի այցելեր Երապլուր, սեմ Արանցին, Սուսպուս, հաղորդակցվել, անտենական հետը խոսել, թեգուզ մտքից, ու իմ համար դարբերություն չի ամեն անգամ Երապլուր որ գերտամ, Երապլուրը ինձ համար ասան, բոլորը հավասար է, մի հատ
շարքի կանգնած դղեկան։ Ավարտվեց ժամանակի վկան հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված էր Խաչակիրներ ջոկատի հրամանատար Կարո Քահքեջյանի հիշատակին։ Հաղորդմանը մասնակցեց ջոկատի փոխհրամանատար Կարոյի մարտական ընկեր Շահե Աճեմյանը։ Հաղորդումը պատրաստեցին խմբագիր Իրինա Բարսեղյանը, հնչյունային օպերատորներ Արփինե Կարապետյանը եւ Իրինա Գրիգորյանը, երաժշտական ձևավորող Լուսինե Մանուկյանը։ Հետևեք ժամանակի վկան հաղորդաշարի